Վանգայի ասած օրը մոտենում է։ 2026 թվականի նոյեմբեր ամսին տեղի է ունենալու մի բան, որից հետո մեր կյանքը փոխվելու է։ Վանգան 100% ճշգրտությամբ կանխագուշակել էր Բարակ Օբամայի նախագահ դառնալը, սեպտեմբերի 11-ի տերտը, արքայադուստր Դիանայի մահը ու նույնիսկ սեփական մահվան օրը։ Ինչ է տեղի ունենալու մեզ հետ 2026 թվականին ըստ Վանգայի եւ ինչ է տեղի ունենալու նոյեմբեր ամսին, որից հետո մեր կյանքը էլ առաջվան չի լինելու։ Վանգայի նշած օրը մոտենում է։ Եթե դուք ապրում եք Լոս Անջելեսում, ժողովուրդը շատ կարևոր ինֆորմացիա է, որը դուք անպայման պետք է իմանաք։ Հիշում եք Y&N Document Assist անունը։ Յանան ու Նառան մասնագետներ են, ովքեր բառի բուն իմաստով օդ ու ջրի պես ձեզ պետք է ամեն օր, եթե դուք ապրում եք այստեղ Լոս Անջելեսում։ Մենք Սոնաջան դրամադրում ենք տարատեսակ ծառայություններ, որոնցից ամենաակտուալը երևի դիպլոմների evaluation-ն է։ Օգնում ենք հաստատել վավերացնել դիպլոմները, ստանալ համապատասխան լիցենզիաներ։ Նաև տրամադրում ենք նոտարական ծառայություններ, թարգմանություններ, ապոստիլներ, դիմում ենք թոշակների, disability-ների, CAP-ի պրոգրամին, խնամակալներին։ Գիտեմ նաև, որ էմիգրացիոն հարցերում եք օգնում մարդկանց, ինչ ծառայություններ ունեք։ Օգնում ենք լրացնել էմիգրացիոն ֆորմաները եւ կազմել համապատասխան փաթեթները։ Ամենակարևոր ծառայություններից են օգնում ենք բացել բիզնեսներ, այդ թվում corporation, DBA, LLC եւ դիմել տարբեր բիզնես լայսենսների, ինչպես նաեւ RN, LVN եւ cosmetology լայսենսներ։ Յանան ու Նառան կարևոր ու շատ պիտանի խորհուրդներ ձեզ կտան նաև թե անձնական, թե բիզնես թաքսերի մասով, այնպես որ հիշեք Y&N Document Assist անունը ունեն այնքան շատ ծառայություններ, որ դուք կարող եք մի վայրում բազմաթիվ ծառայություններից օգտվել ու էլ դռնեդուռ ընկնել, գլխացավանքի մեջ ընկնել պետք չէ։ Հիմա դուք տեսնում եք բացառիկ կադրեր։ Սրանք արխիվային իրական կադրեր են, որտեղ դուք տեսնում եք իրական Վանգային իր կանխագուշակությունների, գուշակությունների հերթական սեանսի ժամանակ։ Բայց եկեք այս վիդեոն սկսենք ամենակարևոր հարցից։ Արդյոք այս ամբողջ ընթացքում գոնե մի գուշակություն, որ արել է Վանգան, իրականացել է, եւ մենք կարող ենք հավատալ, որ նրա կանխագուշակությունները 2026 թվականի մասին իրականություն կարող են լինել։ Իսկ հիմա բռնվեք, որովհետև այո, Վանգայի կանխագուշակությունները իրականացել են 100%-անոց ճշգրտությամբ։ Վանգան կանխագուշակել է սեպտեմբերի 11-ին Նյու Յորքի տերտը։ Իր նշումներից մեկում Վանգան ասել է. վախ ու սարսափ, ամերիկացի եղբայրները կընկնեն երկաթե թռչունների կողմից, գայլերը կոռնան թփերում ու կթափվի անմեղ արյունը։ Վանգայի այս կանխագուշակումը կարծես թե 1-1 100%-անոց ճշգրտությամբ կրկնվեց սեպտեմբերի 11-ին։ Վանգայի կանխագուշակություններին հավատացողները վստահ են, որ կինը հենց այս տերակտի մասին է կանխագուշակել դեռևս տասնամյակներ առաջ։ Ամերիկացի եղբայրները երկվորյակ աշտարակներն են, երկաթե թռչունները ինքնաթիռները, իսկ գայլերը, որ կոռնան թփերում, դա ներքին թշնամին է, որը կանգնած է այս տերակտի հետևում։ Ավելի հստակ ասվել չէր կարող։ Հաջորդ կանխագուշակությունը, որը իրականություն է դարձել։ Վանգայի նմուշներում կար խոսք այն մասին, որ Կուրսկը անցնելու է ջրի տակ։ Այս կանխագուշակությանը ոչ ոք լուրջ չէր վերաբերվում, որովհետև խոսքը գնում էր Կուրսկ քաղաքի մասին, որը ջրից հեռու է գտնվում եւ պատկերացնելը, որ այն օրերից մի օր կանցնի ջրի տակ, քիչ հավանական էր։ Իսկ հիմա ուշադրություն։ Կուրսկ քաղաքը չի անցնում ջրի տակ, բայց Վանգայի կանխագուշակությունը իրականություն է դառնում։ Ինչպես? Վանգան ոչինչ չի ասել Կուրսկ քաղաքի մասին։ Ջրի տակ է անցնում 2000 թվականի օգոստոս ամսին Սուզանավ, որի անունը լինում է Կուրսկ, եւ իսկապես Կուրսկը անցնում է ջրի տակ, իսկ աշխարհը ողբում է այդ իրադարձությունը։ Վանգան 1-1 ճշգրտությամբ կանխագուշակել էր արքայադուստր Դիանայի մահը,
Նա ասել էր. «Ժողովրդի սիրելին կգնա եւ մարդկությունը կլացի նրա հետևից»։ Եվ իսկապես 1997 թվականին, երբ ավտովթարի արդյունքում մահանում է արքայադուստր Դիանան, ով ժողովրդի սիրելին էր, աշխարհը, ոչ միայն Մեծ Բրիտանիան, այլ բառի բուն իմաստով ամբողջ աշխարհը լացում էր արքայադստեր մահվան պատճառով։ Երբ տեղի է ունենում Չեռնոբիլի վթարը, այս իրադարձությունից հետո շատերը սկսում են փորփրել Վանգայի նոթերը եւ շոկային մի բան. Վանգան կանխագուշակել էր այս վթարը։ Վանգան ասել էր. «Սև դժբախտությունը կթունավորի հողը, օդը եւ մարդկանց, անտեսանելի մի մահ կկախվի մարդկության վրա»։ Եվ իսկապես Չեռնոբիլի վթարը պայթյուն չէր, աղմկոտ իրադարձություն չէր իր տեսակով։ Այն ավելի շատ նման էր սև դժբախտության եւ անտեսանելի մահվան, որ կախվեց մարդկության վրա, ճիշտ այնպես, ինչպես կանխագուշակել էր Վանգան։ Դժվար է չհավատալ, որ այս կինը իսկապես տեսնում էր ապագան, որքան էլ որ լինես սկեպտիկ։ Գնացինք առաջ։ Վանգան 100% ճշգրտությամբ կանխագուշակել էր Օբամայի նախագահությունը։ Նա ասել էր. «Ամերիկան կղեկավարի սևամորթ նախագահը եւ նրանից հետո երկիրը կլինի եզրին»։ Այդ ժամանակ ոչ ոք չէր հավատում, որ Վանգայի կանխագուշակումը իրականություն է դառնալու, ոչ ոք չէր հավատում, որ Ամերիկայի նախագահի պաշտոնում կարող է հայտնվել սևամորթ ղեկավար։ Բայց արի ու տես 2008 թվականին Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ դառնում է Բարակ Օբաման։ Եվ իսկապես տեղի է ունենում Վանգայի ոչ միայն կանխագուշակության առաջին մասը, այլ նաև երկրորդը, որովհետև հիմա արդեն պարզ է, որ Օբամայի նախագահությունից հետո Ամերիկայի Միացյալ Նահանգները իսկապես մուտք գործեց դժվար ժամանակաշրջան, երբ երկրում մասսայական տարածվեցին ներքին անհամաձայնությունները, բողոքները, միտինգները եւ անվստահությունը ղեկավարության նկատմամբ։ Այսքանից հետո ուզես չուզես, որքան էլ լինես սկեպտիկ ու որքան էլ չհավատաս կանխագուշակություններին, մտքովդ միևնույն է անցնում է։ Իսկ ինչ եթե Վանգան իսկապես տեսնում էր ապագան ու ինչ եթե նա իսկապես գիտեր, թե ինչ է լինելու մեզ հետ նաև 2026 թվականին, որովհետև զուգադիպություն կարող է լինել մի դեպք, երկու դեպք, բայց անվերջ զուգադիպությունները արդեն զուգադիպություն չեն։ Իսկ հիմա այն, ինչի համար դուք ի սկզբանե սեղմել եք այս վիդեոյի վրա, ինչ է Վանգան ասել 2026 թվականի մասին եւ ինչ է լինելու 2026 թվականի նոյեմբեր ամսին, որից հետո մեր կյանքը էլ առաջվանը չի լինելու։ Եթե ապրում եք Գլենդելում, Բրբանկում, Փասադենայում եւ փնտրում եք վայր, որտեղ կարող եք լավ, իսկապես պրոֆեսիոնալ մասնագետի միջոցով խնամել ձեր մաշկը, անել տարբեր խնամքի եւ էսթետիկ պրոցեդուրաներ, հիշեք այս հասցեն ժողովուրդ։ Զարա Հարությունյանը 20 տարի իր Zavant Aesthetics մեծ սպան աշխատեցնում է West Hollywood-ում։ Իդեպ այս տարիների ընթացքում բազմաթիվ հոլիվուդյան աստղերի հետ է աշխատել նաեւ, իսկ հիմա նոր մասնաճյուղ բացել է մեզ հայերիս ավելի մոտ Բրբանկում։ Ժողովուրդ, հիմա այնքան շատ են մասնագետները, ովքեր անում են էսթետիկ պրոցեդուրաներ, բոթոքս, ֆիլեր, վստահեք եւ ընտրեք միայն այն մասնագետներին, ովքեր իսկապես ունեն երկար տարիների փորձ եւ իսկապես օգտագործում են լավ նյութեր։ Ու այս ամիս, եթե Zavant Aesthetics-ում անեք իմ սիրած պրոցեդուրաներից մեկը, PRP microneedling-ը, կստանաք այնպիսի զեղչ, որ չլսված է։ Ուրեմն, ինչա microneedling-ը, դա գործիք է, microneedling-ի օգնությամբ մենք բացում ենք անգլերեն ասած micro channels, այդ micro channel-ները մեզ թողնում են, որ այդ PRP-ն ներարկվի ոնց որ մաշկի տակ։ Երկրորդ մասը դա PRP-ն է, platelet rich plasma կամ տրոմբոցիտներով հագեցած պլազմա։ Ինչա դա։ Մարդիկ ասում են դա հեղուկ ոսկի է եւ 100% ես դրա հետ համաձայն եմ։ Մաշկը ավելի թարմանում է, սպիները քչանում կամ վերանում են, պայծառանում է, ավելի փայլագալի մաշկին, ու հետո էլ մաշկը ավելի լավ որակի է դառնում, որը օգնում է ինչ procedure դրանից հետո մարդ ուզենա անի, շատ ավելի լավ ու արագ ռեզալտներ կտեսնի։ Անպայման հիշեք Zavant Aesthetics-ի
այդպեսի հասցեն, եկեք, փորձեք ու իդեպ ձեզ ասեմ ամեն ամիս այստեղ շատ լավ առաջարկներ ու զարճեր են լինում։ Եվ այսպես եկեք վերադառնանք միասին այն նույն գիշերը Վանգայի կյանքից հեռանալուց ընդամենը մի քանի օր առաջ։ Կինը շատ հանկարծակի իր սենյակ կանչում է իր բարեկամուհուն, Զարմուհուն, խնդրում է վերցնել թուղթուգրիչը եւ գրի առնել այն ամենը, ինչ ինքը իրեն կթելադրի։ Վարքյանական հիվանդ ու հոգնած կնոջ ձայնը առույգանում է եւ նա սկսում է թելադրել։ 3 ձմեռվանից հետո կսկսվի կարճ գարուն։ Մարդիկ կմտածեն, թե ամեն ինչ լավ է, որ ամենավատը արդեն անցյալում է։ Նրանք կսկսեն վայելել տաք եղանակը, վայելել իրենց երջանիկ կյանքը, բայց գարունը երկար չի տևի, այն շատ կարճ է տևելու։ Ու այդ կարճ գարունից հետո սկսվելու է մի բան, որին 3 ձմեռները միայն նախապատրաստում էին մեզ։ Այս խոսքերը ասելուց հետո Վանգան երկար թելադրում է կանխագուշակություններ, որոնք տեսնում է եւ որոնք իրականություն են դառնալու հեռավոր 2026 թվականին։ Ավարտելուց հետո Վանգան խնդրում է Զարմուհուն այս կանխագուշակությունները ոչ ոքի ցույց չտալ ու խնդրում է, որպեսզի ծրարը այս կանխագուշակություններով բացվի եւ հանրայնորեն ներկայացվի միայն այն ժամանակ, երբ կսկսվի առաջին ձմեռը, այսինքն 2023 թվականի ձմեռը։ Իսկ հիմա եկեք հասկանանք, ինչ էր նշանակում Վանգայի կանխագուշակության այս առաջին հատվածը։ Ինչ էր նշանակում 3 ձմեռներից հետո կգա կարճ գարունը։ Վանգայի թեորիայի կողմնակիցները ասում են, որ 3 ձմեռները վերաբերում են 2023-ի, 24-ի եւ 25 թվականների ձմեռներին։ Առաջին ձմեռը, 2023-ի ձմեռը, Վանգան նկարագրել է որպես սովի եւ ցրտի ձմեռ։ Եվ իսկապես 2023 թվականին աշխարհում սով ու ցուրտ էր տիրում։ Ոչ բառացիորեն, այլ փոխաբերական իմաստով։ 2023 թվականի ձմռանը աշխարհում գրանցվեցին մեծ գնաճեր, ինչի հետևանքով մթերքը թանկացավ։ Մթերքը բառացի կար, բայց այն անհասանելի էր դարձել մարդկության լայն զանգվածներին։ Հենց այդտեղից էլ սովի մասին կանխագուշակությունը։ Ցուրտը կարող է լինել սիմվոլը այն բանի, որ 2023 թվականի ձմռանը աշխարհի տարբեր երկրներում գրանցվեցին ջեռուցման համակարգերի աշխատանքի խախտումներ ու անջատումներ։ Երկրորդ ձմեռը, 2024-ի ձմեռը, Վանգան բնորոշում էր որպես քաոսի ձմեռ։ Եվ իսկապես, դա ձմեռ էր, երբ աշխարհով մեկ տեղի ունեցան իրադարձություններ, որոնց ֆոնին մարդիկ սկսեցին տեսնել, որ աշխարհը փոփոխվում է, հին համակարգերը, հին սիստեմաները փլուզվում են, ամեն ինչ դառնում է անկանխատեսելի, աշխարհը կարծես քաոսի մեջ է մտնում։ Երրորդ ձմեռը, 2025-ի ձմեռը, Վանգան բնորոշում էր որպես վախի եւ անորոշության ձմեռ։ Եվ իսկապես, մարդիկ մտան մի ժամանակաշրջան, երբ անորոշ էին, էմոցիոնալ, շփոթված, վախեցած եւ այլևս չէին հասկանում, թե դեպի ուր է շարժվում մեր աշխարհը։ Ըստ Վանգայի կանխագուշակությունների 2025-ի ձմեռվանից հետո գալու է կարճ գարուն, հետևաբար խոսքը 2026-ի գարնան մասին է, երբ թվալու է, թե ամենավատը արդեն անցյալում է, մարդիկ շունչ են քաշելու եւ սկսելու են նորից վայելել կյանքը եւ թվալու է, թե խաղաղություն է իջել աշխարհի վրա։ Բայց այս գարունը ըստ Վանգայի կարճ է տևելու, ու դրանից անմիջապես հետո լինելու է մի բան, որից հետո մեր կյանքը անդառնալի փոխվելու է։ Ինչ է լինելու դրանից հետո, ինչ նկատի ուներ Վանգան, եկեք հասկանանք։ Եվ այսպես ինչ է տեղի ունենալու կարճ գարունից հետո։ Կարճ գարունից հետո
ըստ Վանգայի կանխագուշակության սկսվելու է մի բան, որը ինքը բնորոշում է այսպես. ես տեսնում եմ միաժամանակ կրակ եւ ջուր։ Ես տեսնում եմ, թե ինչպես են մարդիկ փախչում մեծ քաղաքներից։ Ես տեսնում եմ, թե ինչպես են մեծերը խառնվում, թեև չեն ուզում դա անել։ Վանգայի այս կանխագուշակությունը ասոցացնում են մի բանի հետ։ Կարճ գարունից հետո 2026-ի Վանգան կանխատեսում է երրորդ համաշխարհային պատերազմի սկիզբ։ Այս պատերազմը սկսվելու է փոքրիկ, չնչին, աննշան մի տրիգերից, որը ամենայն հավանականությամբ տեղի է ունենալու գարնան վերջում։ Ըստ Վանգայի թեորիայի կողմնակիցների կա 3 տարբերակ, թե ինչը կարող է լինել այդ փոքրիկ տրիգերը, այդ փոքրիկ վեճը, որից սկսվելու է երրորդ համաշխարհային պատերազմը։ Տարբերակ առաջին. կենտրոնը կոնֆլիկտի դառնալու է Արևելյան Եվրոպան։ Հենց այնտեղ սկսված փոքրիկ լոկալ խնդիրը ժամանակի ընթացքում կուլ է տալու ամբողջ աշխարհը։ Տարբերակ երկրորդ. տրիգերը երրորդ համաշխարհային պատերազմի համար դառնալու է մերձավոր արևելքը։ Սրա համար հիմք է հանդիսանում այն, որ Վանգան իր կանխագուշակությունների մեջ նշել է. հողի վրա, որը սուրբ է, թափվելու է շատ անմեղարյուն։ Եվ երրորդ տարբերակը հիմնված է ավելի ժամանակակից աշխարհաքաղաքական իրադարձությունների վրա, համաձայն որի երրորդ համաշխարհային պատերազմի համար տրիգեր հանդիսանալու է Թայվանը, որտեղ որ բախվելու են աշխարհի մեծ ու փոքր ուժերը իրենց հավակնություններով։ Հիմա ինչ է տեղի ունենալու այս լոկալ փոքր բախումից հետո։ Ոչ միանգամից մեծամասշտաբ պատերազմ։ Ըստ Վանգայի այս լոկալ տրիգերից, վեճից հետո սկսվելու է պատերազմ, որը մի քանի փուլով է ընթանալու։ Սկզբում լինելու է տնտեսական պատերազմ։ Հետո լինելու է ինֆորմացիոն, տեղեկատվական պատերազմ։ Իսկ հետո լինելու է կիբեր պատերազմ։ Սա, այսպես ասած, հիբրիդային պատերազմ է լինելու, որտեղ երկրները գործի են դնելու ոչ միայն բառի բուն իմաստով զենքերը, տանկերը եւ զինվորներին, այլ գործի են դնելու այն, ինչը տարիների ընթացքում կարողացել են աճեցնել եւ ուժեղացնել։ Ու միայն դրանից հետո սկսվելու է մեծամասշտաբ հարվածը։ Ու այն, որ այս պատերազմը սովորական պատերազմ չի լինելու միայն զենքով, զինվորով եւ տանկերով, խոսում է այն մասին, որ Վանգան իր կանխագուշակությունների մեջ ասել է. զենքը կլինի, մարդիկ այն չեն տեսնի, բայց այն կզգան։ Իսկ ամենավախեցնողը եւ սարսափելին այն է, թե ինչ ելք եւ ինչ եզրահանգում է Վանգան կանխագուշակել այս պատերազմի արդյունքում։ Նա ասել է, որ Եվրոպան կդատարկվի, ոչ թե կքանդվի, ոչ թե կնոսրանա, բառի բուն իմաստով Եվրոպան կդատարկվի։ Եվ հենց դրանով էր պայմանավորված Վանգայի կանխագուշակությունը այն մասին, որ նա տեսնում է կրակ եւ ջուր միաժամանակ եւ տեսնում է, որ մարդիկ փախչում են մեծ քաղաքներից, ամենայն հավանականությամբ նկատի ունենալով միգրացիան, էվակուացիաները մասշտաբային, որ տեղի են ունենալու երրորդ համաշխարհային պատերազմի արդյունքում Եվրոպայի տարածքում։ Սա առաջին շոկային կանխագուշակությունն է Վանգայի, որ վերաբերում է 2026 թվականին ու շատ հստակ է ձևակերպած, բայց ամենաշոկային կանխագուշակությունը Վանգան արել է 2026-ի նոյեմբերի համար, որը կապ չունի երրորդ համաշխարհային պատերազմի հետ։ Իսկ որն է դա։ Հիմա կիմանաք։ Եվ այսպես, 2026 թվականի նոյեմբեր Վանգայի ասած օրը մոտենում է։ Ըստ Վանգայի կանխագուշակությունների, հենց 2026 թվականի նոյեմբեր ամսին երկինքը բացվելու է, մարդիկ նայելու են վեր եւ տեսնելու են, մարդիկ հանդիպելու են իրենց հեռավոր եղբայրներին։ Վանգայի այս կանխագուշակությունը բացատրում եմ ոչ այլ ինչ, քան այն, որ ըստ Վանգայի 2026 թվականի նոյեմբեր ամիսը լինելու է հենց այն ամիսը, երբ մարդկությունը վերջապես առաջին անգամ ունենալու է իր կոնտակտը
ալմոլորակային երևույթի հետ, այսինքն տեսնելու է ալմոլորակայինի։ Ինչ է ըստ Վանգայի կանխագուշակությունների լինելու այս հանդիպան արդյունքում։ Նրանք գալու են, որպեսզի կիսվեն իրենց փորձով։ Սկզբում մարդիկ վախենալու են, բայց հետո ամեն ինչ հասկանալու են։ Եվ ըստ Վանգայի, նրանք գալու են այն ժամանակ, երբ հասկանալու են, որ մարդկությունը պատրաստ է, որովհետև իրենք երկար ժամանակ հետևել են մեզ։ Ինչու են Վանգայի խոսքերը հիմա ավելի քան ռեալիստական հնչում շատերի համար, որովհետև եթե տարիներ առաջ ալմոլորակայինների եւ նրանց թռչող օբյեկտների մասին խոսակցությունները միայն ծիծաղ էին առաջացնում եւ մարդիկ նույնիսկ սարկազմով էին վերաբերվում այն մարդկանց, ովքեր խոսում էին ալմոլորակայինների գոյության մասին, ապա վերջին տարիներին ալմոլորակայինների եւ չհայտնաբերված թռչող օբյեկտների մասին խոսակցությունները եւ քննարկումները նույնիսկ պետական մակարդակ են բարձրացել։ Ընդամենը ամիսներ առաջ անգամ Ամերիկայի Միացյալ Նահանգների կոնգրեսում քննարկումների ժամանակ խոսվում էր այն մասին, թե ինչպես են ամերիկացի ռազմական օդաչուները հանդիպել չհայտնաբերված թռչող օբյեկտների, որոնք կարող են պատկանել ալմոլորակայինների։ Եվ այդպես ոչ միայն Ամերիկայի Միացյալ Նահանգներում, իսկ ավելի է թեժացնում այս ամենը այն գաղափարը, որ հիմա գոյություն ունի Ջեյմս Ուեբի աստղադիտակը։ Սա սովորական աստղադիտակ չէ։ Սա աստղադիտակ է, որը կարողանում է հավաքել ինֆորմացիա եւ ուսումնասիրել, թե որքանով ջուր, օրգանական միացություններ, մի խոսքով պարզ լեզվով ասած, կյանք կարող է գոյություն ունենալ մեր մոլորակից դուրս։ Ինչը ենթադրում է, որ մարդկությունը արդեն վաղուց պատրաստ է այս հանդիպմանը, արդեն վաղուց պատրաստ է ընդունել այն գաղափարը, որ մեզնից բացի կյանք գոյություն ունի։ Եվ ըստ Վանգայի, առաջին կոնտակտը ալմոլորակային գոյության հետ լինելու է հենց 2026-ի նոյեմբերին։ Վանգան նույնիսկ իր կանխագուշակությունների մեջ նկարագրել է նրանց։ Նկարագրել է որպես բարձրահասակ եւ փայլուն արարածներ։ Եվ ըստ Վանգայի, նրանք գալու են կիսվելու իրենց գիտելիքներով, բայց դրա արդյունքում քաոս են սերմանելու ամբողջ աշխարհում։ Վանգան նաև 2026-ի համար խոսել է այն մասին, որ լինելու են մեծամասշտաբ երկրաշարժներ աշխարհով մեկ, այն մասին, որ ռոբոտներն են գլուխ բարձրացնելու եւ կարծես թե վերջին տարիներին արհեստական բանականության զարգացումը ավելի ռեալիստական եւ իրական է դարձնում Վանգայի խոսքերը, բայց հիմա վիդեոյի այս հատվածում ես ուզում եմ խոսել մի ուրիշ բանի մասին, որը վստահեցնում եմ ձեզ, որ ամենաշոկային պահն է լինելու ձեզ համար այս վիդեոյի։ Ինչպես է կուրացել իրականում Վանգան եւ արդյոք Վանգան իսկապես կանխագուշակել է երևույթներ, որոնք իրականություն են դարձել, թե նրա անվան ու նրա կանխագուշակությունների հետևում շատ ավելի հետաքրքիր մի բան է թաքնված։ Եվ այսպես վիդեոյի առաջին մասը ես արեցի որպես մարդ, որը կուրորեն հավատում է, որ Վանգան անում է կանխագուշակություններ, որոնք 100%-անոց ճշգրտությամբ իրականություն են դառնում, եւ այն, ինչ նա տեսել է 2026-ի համար, երրորդ համաշխարհային պատերազմ, հանդիպում ալմոլորակայինների հետ, ռոբոտները գրավելու են աշխարհը, այդ ամեն ինչը իրականություն է դառնալու եւ օրը մոտենում է։ Ու ես վստահ եմ, որ վիդեոյի առաջին հատվածը նայած շատ մարդիկ իրենց մտքում ուղղակի ասում են, ինչ է խոսում այս աղջիկը։ Ոնց կարելի է հավատալ, որ կինը, որը ապրել է տասնամյակներ առաջ, մեկին մեկ ճշգրտությամբ ասել է, թե ինչ է լինելու մեզ հետ 2026 թվականին։ Հիմա ես ուզում եմ վիդեոյի երկրորդ հատվածում մենք միացնենք մեր բանականությունը եւ մի քիչ research անենք ու հասկանանք, թե իրականում ինչ են ասում փաստերը Վանգայի եւ նրա կանխագուշակությունների մասին։ Նայենք, այսպես ասած, մեդալի հակառակ
կողմը։ Եվ այսպես, իրականում Վանգայի մասին միֆը եւ առեղծվածը սկսվում է հենց նրանից, թե ինչպես է կուրացել Վանգան։ Պաշտոնական տվյալներով Վանգան կուրացել է, երբ եղել է ընդամենը 12 տարեկան։ 1923 թվականին բուլղարական մի փոքրիկ գյուղում, որտեղ ինքը ապրել է, շատ հանկարծակի բարձրացել է հողմ փոթորիկ եւ դրսում խաղացող 12-ամյա աղջկան Վանգային այս հողմը փոթորիկը գրկել է, բարձրացրել է օդ, պտտել է մի քանի անգամ եւ ուժգին հարվածով գցել է նորից գետնի վրա մի քանի մետր այն կողմ։ Այս ուժեղ հարվածի արդյունքում աղջկա աչքերի մեջ հայտնվում է փոշի, կեղտ, ավազ եւ երկար ժամանակ բուժում չստանալու արդյունքում աղջկա բորբոքված աչքերը քիչ-քիչ փակվում են եւ վերջում աղջիկը առհասարակ կուրանում է։ Բայց այս ընթացքում աղջիկը կորցնելով իր տեսողությունը ձեռք է բերում գերբնական հատկություն։ Նա սկսում է տեսնել երևույթներ, որոնք հետագայում սկսում են իրականանալ։ Սա օֆիցիալ ու պաշտոնական վարկածն է, թե ինչպես է կուրացել Վանգան։ Ինչ են խոսում այն մարդիկ, ովքեր սկեպտիկ են եւ մի քիչ չեն հավատում, որ Վանգան եղել է ամենատես եւ ամեն ինչ գուշակող տատիկ։ Այս թեորիայի կողմնակիցները համոզված են, որ ճիշտ են այն ոստիկանական ծանուցումները, որոնք պահպանվել են արխիվներում 1923 թվականից սկսած։ Իսկ այդ արխիվները ասում են, ըստ նրանց, որ իրականում հենց այս նույն ժամանակաշրջանում այն նույն փոքրիկ գյուղում, որտեղ որ ապրել է 12 տարեկան Վանգան, գրանցվել է մի դեպք, երբ սեռական բռնության են ենթարկել 12 տարեկան երեխայի եւ որպեսզի երեխան չկարողանա տեսնել եւ չկարողանա հետագայում պատմել, թե ովքեր են եղել հանցագործները, ուղղակի հանել են նրա աչքերը։ Եվ հասկանալի է, որ մի ինֆորմացիան մյուսին կապելով մենք հասկանում ենք, որ խոսքը ըստ այս մարդկանց, նորից եմ կրկնում, վերաբերում է Վանգայի։ Եվ իրականում Վանգան կուրացել է հենց այս դժբախտ իրադարձության հետևանքով, բայց քանի որ այդ տարիներին հատկապես ծնողները կամաչեին պատմել եւ հանրայնացնել այս պատմությունը, ամեն ինչ սկսում է պտտվել բարձրացած անսպասելի հողմի եւ փոթորկի լեգենդի շուրջ։ Ինչպես է այնպես ստացվում, որ Վանգան սկսում է կանխագուշակություններ անել նորից համաձայն այն սկեպտիկների, ովքեր չեն հավատում Վանգայի գերբնական ուժերին։ Այս մարդիկ համոզված են, որ իրականում Երկրորդ համաշխարհային պատերազմի վերջերում, երբ մարդիկ հուսահատ էին, հուսալքված էին, որովհետև շատերը կորցրել էին իրենց սիրելիներին, իրենց որդիներին, իրենց եղբայրներին, փորձում էին, այսպես ասած, սփոփանք գտնել եւ գնում էին գուշակություններ անողների կամ ժողովրդական լեզվով ասած բախտ նայողների մոտ հույսի գոնե փոքրիկ նշույլներ ունենալու համար։ Եվ հենց այս ժամանակ Վանգան մտածում է, որ կարելի է զբաղվել այս գործով, կարելի է մարդկանց հետ զրուցել, նրանց մի քիչ հույս տալ, մի քիչ կանխագուշակություններ անել եւ համոզել, որ ինքը տեսնում է եւ գիտի, թե որտեղ է գտնվում նրանց սիրելին։ Եվ հենց այսպես էլ սկսվում է Վանգայի կանխագուշակությունների ճանապարհը։ Ժամանակի ընթացքում գյուղի բուլղարական իշխանությունները հասկանում են, որ Վանգայից կարելի է բավականին հետաքրքիր, այսպես ասած, բրենդ ստեղծել եւ սկսում են ակտիվ աշխատել այս ուղղությամբ։ Ինչի համար էր սա նրանց պետք։ Շատ պարզ։ Մարդիկ գալիս էին Վանգայի մոտ եւ պատմում էին իրենց ամենամեծ եւ այսպես ասած, կարևոր գաղտնիքները։ Նրանք բացում էին իրենց սիրտը, բացում էին իրենց կյանքը եւ ամենակարևորը, այնտեղ Վանգայի դիմաց կարող էր հայտնվել շատ կարևոր մի դեմք, որի գաղտնիքները շատ կարևոր ու թանկարժեք ինֆորմացիա կարող են լինել նաեւ տեղական ղեկավարության համար։ Ու հենց այդ ժամանակ էլ ըստ նորից եմ ասում սկեպտիկների, ովքեր հակա վանգայական են, Վանգան դառնում է, այսպես ասած, պետաշխատող իր աշխատավարձով եւ Վանգայի մոտ գուշակության սեանսի գրանցվելը էժան հաճույք չի լինում։ Ուր են գնում այդ գումարները, կմտածեք դուք, որ Վանգայի գրպանը, բայց ասում են, որ ոչ, ասում են, որ բուլղարական ղեկավարությունը ուղղակի այդ գումարի մեծ մասը վերցնում էր իրեն, ինչ որ միջնչին գումար տալիս էր Վանգային, իսկ Վանգան այդ ժամանակ գումար աշխատելու եւ սեփական, այսպես ասած, գլուխը պահելու խնդիր ուներ ու դրա համար էլ ուզած-չուզած խառնվում է այս աֆյորայի, այս մեծ կեղծիքի խաբեության
մեջ։ Սրանով է հենց ըստ սկեպտիկների բացատրվում այն, որ Վանգան շատ հաճախ շատ կարևոր մանրամասներ իմանում էր այն մարդկանց մասին, ովքեր հայտնվում էին իր առաջ, որովհետև փոքրիկ գյուղ էր, մարդիկ քիչ էին, կամ եթե նույնիսկ գյուղից դուրս գալիս էին մարդիկ, միևնույնն է նրանք անցնում էին գրանցման փուլով, եւ այն մարդիկ, ովքեր գրանցվում էին Վանգայի մոտ սեանսի, շատ հավանական է, որ համապատասխան, այսպես ասած, սկանավորում էին անցնում նաև այն մարդկանց կողմից, ովքեր Վանգային կցված էին բուլղարական իշխանության կողմից։ Նրանք հավաքում էին անհրաժեշտ ինֆորմացիան, այդ ինֆորմացիան այսպես փոքրիկ թռչունի նման կաթեցնում էին Վանգայի ականջին եւ նա կարողանում էր թույն ճշգրիտ կանխագուշակություններ անել։ Այստեղ է թաքնված ամբողջ կախարդանքը ըստ սկեպտիկների։ Նույնիսկ պատմում են մի դեպք այն մասին, որ ժամանակին լրագրողների խումբ են ուղևորել Վանգայի մոտ եւ լրագրողներից մեկը իր մարմնի, այսպես ասած, ինտիմ հատվածում վիրակապ է fake կապել, որպեսզի ցույց տա, թե որոշակի առողջական խնդիրներ ունի։ Մինչև Վանգայի մոտ գուշակության սեանսի մտնելը դեռ ժամանակ կար եւ քաղաքից եկած հյուրերին Վանգայի թիկնապահները հրավիրում են բաղնիկ եւ բնականաբար այս ժամանցի ընթացքում տեսնում են fake վիրակապը, որը նրանց կարծիքով իհարկե լինում է ոչ fake։ Ու պատմում են, որ երբ որ լրագրողը մտնում է Վանգայի մոտ գուշակության ժամանակ, Վանգան ասում է, որ տվյալ մարդը իր ինտիմ հատվածում ունի որոշակի առողջական խնդիրներ։ Խնդիրները չկային, դա պարզապես fake էր եւ պարզ է դառնում, թե որտեղից է իրականում ինֆորմացիան հոսել եւ հասել Վանգային։ Ես գիտեմ, որ Վանգայի բոլոր գուշակություններին հավատացողները իհարկե հիմա կքարկոծեն այն բոլոր մարդկանց, ովքեր այս թեորիան առաջ են բերել։ Հիմա հարց է առաջանում, լավ, օքեյ, ինչ որ մարդկանց մասին գուցե եւ հնարավոր էր ինֆորմացիա տալ, բայց որտեղից է Վանգան արել այնպիսի ճշգրիտ գուշակություններ, ինչպիսին են օրինակ սեպտեմբերի 11-ի տեղ, կամ օրինակ արքայադուստր Դիանայի մահը, կամ օրինակ Օբամայի նախագահ դառնալը, ինչպես է դա հնարավոր անել, որևէ մեկը չի եկել, չէ՞ նրան հուշել այդ ինֆորմացիան, բայց արի ու տես, որ ըստ տվյալների, ըստ նշումների արխիվային, որոնք որ պահպանվել են Վանգայից, Վանգան երբեք բառացի ուղիղ կանխագուշակություններ չի արել։ Նա երբեք չի նշել տարեթվեր, նա երբեք չի նշել երկրներ, նա երբեք չի նշել կոնկրետ անուններ եւ նկարագրություններ։ Նրա բոլոր կանխագուշակումները ավելի շատ մետաֆորիկ, ինչ որ նկարագրական իմաստ են գրել, եւ դրանք գրի են առնվել։ Ու ժամանակի ընթացքում, երբ որ աշխարհում տեղի ունեցել այս կամ այն իրադարձություն, ուղղակի վանգայական այս կամ այն կանխագուշակությունը փորձել են այնպես վերաձևակերպել եւ վերաիմաստավորել, որ բառացիորեն սկսել է համապատասխանել տվյալ իրադարձությանը եւ նույնիսկ կան ապացույցներ նրա հետ կապված, որ Վանգայի շատ կանխագուշակություններ շատ փոփոխվել են, խեղաթյուրվել են, ինչ որ արտահայտություններ են ավելացվել, հանվել եւ դրա համար դու երբեք չես կարող իմանալ, թե նույն սեպտեմբերի 11-ի տեղի նկարագրությունը արդյոք Վանգան ի սկզբանե նկարագրել է այդպես, թե պարզապես ասել է մոտավոր մի բան, որը շատ նման է եղել այդ կանխագուշակությանը, իսկ հետո երբ որ սեպտեմբերի 11-ը եղել է, մարդիկ վերաձևակերպել են նրա ասածը եւ փորձել են ավելի մոտեցնել իրադարձությանը, որ տեղի է ունեցել արդեն իրական կյանքում, ավելին ասեմ, Վանգան նաև շատ սխալներ է թույլ տվել եւ ժամանակին նույնիսկ Բուլղարիայում գործող նախկին մի ոստիկանապետի հետ հարցազրույց են անցկացրել եւ նա այդ հարցազրույցի ժամանակ անգամ խոստովանել է, որ Վանգան բազմաթիվ սխալներ էր թույլ տալիս, բայց այդ սխալների մասին ընդունված չէր խոսել բարձրաձայն, որովհետեւ Վանգան վաղուց արդեն հեղինակություն եւ բրենդ էր դարձել իրենց երկրի համար եւ ամեն ինչ պետք էր անել այդ հեղինակությունը եւ բրենդը պահպանելու համար։ Օրինակ, կա այնպիսի թյուր կարծիք, իդեպ ես հենց սկզբից դրա մասին ասեցի, որ Վանգան կանխագուշակել է իր սեփական մահվան օրը, բայց իրականում ասում են, որ դա բոլորովին այդպես չէ։ Վանգան մահացել է կրծքի քաղցկեղի պատճառով եւ նա չի համաձայնվել անցնել բուժում, որովհետեւ ասել է, որ ինքը դեռ 3 տարի ապրելու է, բայց հենց դա ասելուց ընդամենը մի քանի ամիս հետո Վանգան մահացել է, այսինքն նույնիսկ սեփական մահը Վանգան ճիշտ չի կանխագուշակել։
Ավելին, այն, որ մարդկությունը հանդիպելու է այլ մոլորակայինների, այն, որ լինելու է երրորդ համաշխարհային պատերազմ, Վանգան ասում էին, որ ասել է դեռևս 2010 թվականի համար։ Եվ մի հետաքրքիր բան էլ, այո, որոշակի կանխագուշակություններ իսկապես տեղի են ունեցել, օրինակ վիրուսներ, հիվանդություններ, մեծ կռիվներ, պատերազմներ, բախումներ, բայց դրանք կանխագուշակություններ են, որոնք շատ օդում ասված են եւ այսպես թե այնպես, երբ կյանքը առաջ է գնում եւ քաղաքականությունը առաջ է գնում ու աշխարհը քաղաքական ուժերի վերադասավորություն է տեղի ունենում աշխարհում, այս ամենը ինչի մասին խոսվում է, այսպես թե այնպես տեղի է ունենում, այսինքն նույնիսկ այսօր որևէ մեկը կարող է կանգնել եւ ասել, որ մեզանից 100 տարի հետո կամ մեզանից 60 տարի հետո աշխարհը կուլ է տալու մի շատ ուժեղ վիրուսային հիվանդություն, հազարավոր մարդիկ են դրա պատճառով մահանալու, աշխարհում բռնկվելու են կռիվներ, որոնք սկսվելու են փոքր միջադեպերից եւ կուլ են տալու աշխարհը, որովհետեւ խառնվելու են այս փոքր երկրների կոնֆլիկտներին աշխարհի մեծ տերերը եւ այլն եւ այլն։ Սրանք երևույթներ են, որոնք շատ հեշտ է կանխագուշակել, որովհետեւ դրանք այսպես թե այնպես տեղի են ունենում։ Դա մոտավորապես նման է նրան, որ գնում ես բախտագուշակի մոտ եւ նա ասում է, որ դու հաստատ քո շրջապատում ունես որևէ մեկին, ում անունը սկսում է ա-տառով եւ նա քեզ նախանձում է։ Այնպես որ այո, Վանգայի նշած օրը մոտենում է, ավելին ասեմ, մենք հիմա ապրում ենք Վանգայի նշած երրորդ ձմեռվա մեջ, 25-ից 26-ի ձմեռվա մեջ եւ մոտենում ենք նրա նշած կարճ գարնանը եւ մոտենում ենք նոյեմբերին, երբ մարդկությունը Վանգայի պետք է հանդիպի առաջին անգամ այլմոլորակային երևույթի ու ուժերի։ Ինչ կլինի ցույց կտա ժամանակը, իսկ իմ հարցը ձեզ ընդամենը մեկն է։ Մարդիկ խոճապի մեջ են, բոլորը սպասում են երրորդ համաշխարհային պատերազմի կամ բոլորը սպասում են այլմոլորակայինների հետ հանդիպման։ Ինչ եք դուք մտածում, արդյոք Վանգայի կանխագուշակությունները իրականություն են, թե սա ուղղակի միֆ է, փուչիկ եւ իրականում ոչ մի կանխագուշակություն էլ չկա, ու եթե նույնիսկ սկսվի երրորդ համաշխարհային պատերազմ, ու եթե նույնիսկ բացահայտվեն այլմոլորակայիններ, դա ոչ այլ ինչ է, քան պարզապես մեր կյանքի բնականon ընթացք։ Ես սպասում եմ ձեզ կոմենտներում, եղեք ակտիվ, խնդրում եմ, եթե ոչինչ չունեք գրելու թեմայի մասին, ուղղակի բարևներ ինձ ուղարկեք, դա շատ կարևոր է ինձ համար, որպեսզի այս վիդեոն ակտիվանա, լայքեք այս վիդեոն եւ անպայման բաժանորդագրվեք իմ ալիքին սեղմելով subscribe կոճակը հենց հիմա ստուգեք, նայում եք բաժանորդագրված լինելով, թե ոչ։ Եվ իհարկե, հիշեցնում եմ ձեզ, գոյություն ունի Patreon ասվածը։ Միանալով Patreon-ին դուք ամսական փոքրիկ գումարով, աննշան փոքրիկ գումարով կարողանում եք աջակցել ինձ եւ YouTube-ի իմ ալիքին, որպեսզի ես ավելի շատ վիդեոներ նկարեմ, որպեսզի միանաք իմ Patreon-ին, այսինքն subscribe լինեք, ուղղակի սկանավորեք այս QR կոդը կամ վիդեոյի նկարագրության մեջ գտեք Patreon-ը եւ կողքի լինքին սեղմեք։ Մինչև նոր վիդեո։